կրակոցներ են եղել Սյունիքում, Խոզնավարի ուղղությամբ, էլի բնակելի տան ուղղությամբ են կրակել, այս ֆոնին Փաշինյանի լավատեսությունը որտեղից է գալիս։ Ես ուզում եմ սրա համատեքստում նաև մեկ այլ բան հիշեցնեմ, նախ վերջի մեկ շաբաթվա ընթացքում երկու բավական ուշագրավ հայտարարություն ա եղել, առաջինը պետքարտուղարի հայտարարությունն է եղել կոնգրեսում, ով ըստ էության ասել է, որ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սակայն լարվածությունը պահպանվում է, եւ երկրորդը դա երեք Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետացրեց եւ ասաց, որ Սյունիքի շուրջ կա լարված իրավիճակ։ Հիմա տեսեք, տեղ են ունեն գործընթացներ, որոնք կարող են արտաքուր շերեվալ, որովհետև բանակցային գործընթացի կամ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների զրույցները, քննարկումները կամ նրանց ներկայացվող հատուկ ծառայությունների կողմից ներկայացվող տարբեր տեղեկանքները բնականաբար դրանք հանրայնացման ենթակա չեն լինում եւ այս պարագայում հասարակությունը հատկապես եթե դա վերաբերում է մեզ բնականաբար լայնորեն չի տիրապետում իրավիճակային այն խնդիրներին կամ ռիսկերին, որոնք առկա են, որովհետև հատկապես Սյունիքում ստեղծված իրավիճակը բացառապես պայմանավորված չէ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններով կամ դրա հնարավոր կարգավորմամբ, որովհետև Սյունիքի դերը աշխարհագրական առումով եւ նաեւ Իրանի հետ հարաբերության հանգամանքով ունի ոչ միայն ռեգիոնալ, այլ ես կասեի նաեւ աշխարհաքաղաքական բնույթ եւ այս հայտարարությունները, որոնք հնչել են ոչ պատահական երկրների, ոչ պատահական պաշտոնյաների կողմից, բնականաբար դրանց պետք է վերաբերել լրջորեն։ Սա նաեւ ուշագրավ է այն տեսանկյունից, որովհետեւ վերջին 2-3 ամիսներին գոնե արտաքուս մեր հասարակությունը միայն ականատես է լինում տարբեր երկրներից հնչող լավատեսական կամ մոտալուտ հանգուցալուծման հետ կապված տարբեր հայտարարություններ եւ որոշակի, այսպես ասած, կոմֆորտ զոնա է ստեղծվել եւ կարծես թե որոշակիորեն նաեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Բայց դրան զուգահեռ արդեն երևի 1.5 ամիս կամ միգուցե արդեն մոտենում ենք 2-րդ ամսին, առաջնակցի տարբեր ուղղություններով կա Ադրբեջանի կողմից միտումնավոր եւ համակարգված խախտումների շարք, դրանք առավել բնույթ վտանգավոր բնույթ ունեն հատկապես Սյունիքի մարզի երկու բնակավայրի ուղղությամբ, Խոզնավարի եւ Խնածախի, երևի դա առաջնահերթին նրանով է պայմանավորված, որ բնակավայրերը բավականին մոտ են առաջնագծում եւ Ադրբեջանի համար բավականին հեշտ թիրախ են դառնում եւ թեև իշխանությունը սկզբնական շրջանում չէր ուզում այդ մասին հրապարակումներ անել, բայց իրավիճակը այնպիսի շարժ է վերցել, որ ստեղծված իրավիճակում պարզապես այլ տարբերակ չկար, քան դրա մասին որոշակի զգուշավոր եւ փափուկ հաղորդագրություններ իրականացնել։ Այդուհանդերձ ինչի մասին են վկայում ել ավելի բանակցությունների սեղանի շուրջ ուղեղացնել դիրքերը, թե ուզում են այսպես սադրել, որպեսզի այս կողմից է կրակոցներ լինի եւ որպես պատերազմի նախերգանք կարելի ասել։ Գիտեք, այն ինչ որ դրսևորում է առաջնագծում այսօր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, դրանում կա շատ ընդգծված քաղաքական էլեմենտ։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդ որում նշանառության տակ են վերցված կոնկրետ արդեն առանձնատներ եւ ոչ միայն այս կամ այսօր հաղորդված տեղեկատվության հետ կապված, այլ սրանից նաեւ մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ նաեւ բնակավայրի ուղղությամբ ուղղված այդ կրակոցները ակնհայտ են դարձնում, որ ուղիղ եղել է նշանառություն, որովհետեւ խոցման տիրույթը եղել է ապակիները, այսինքն տան ապակիները, դուռն է եղել եւ այլն։ Այսինքն այնպես չէ, որ պատահական ինչ-որ անկանոն կրակոցներ են եղել, որոնք այս կամ այն հատվածում գյուղի արձանագրվել են։ Հիմա Ադրբեջանը սրան զուգահեռ նաեւ բավականին ագրեսիվ ձևով խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ավելին ասեմ, սա այնպես է, այնքան են նրանք փորձում լրջացնել, որ նույնիսկ այս վերջերս նախորդ շաբաթ Թուրքիայում տեղ ունեցած կոնֆերանսի ժամանակ միջազգային, որում բավականին ներկայացուցչականներ, Ադրբեջանի նախագահը իր մասնակցությամբ նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այդ համայնքի հետ աշխատելու, կոնկրետ ժամկետներ սահմանելու նրանց այսպես կոչված Հայաստան վերադարձի համար, նրանց իրավունքների պաշտպանության մասով եւ այլն։ Այս թեման իհարկե անընդհատ զարգացվում է, բայց գնալով սրանք շատ ավելի թիրախային են դառնում։ Ավելին նաև հոգեվոր առաջնորդը հայտարարել է ոչ միայն
այսպես կոչված Երևանի այդ հոգևոր այդ խորհրդի ձևավորման մասին, այլ բավականին ագրեսիվ ռետորաբանություն եւ հարձակումներ է սկսվել Մայրաթորի նկատմամբ, որովհետեւ Մայրաթորը եթե նկատել եք բավականին ակտիվ է Ադրբեջանից հնչող տարբեր հայտարարություններից, սկսած Արցախին վերաբերող կամ արցախցիների պաշտպանությունից, միջև Ադրբեջանի կողմից արտահայտվող տարածքային հավակնությունների մասով եւ նաեւ սրանով պայմանավորված նաեւ որոշակի տեսնում եմ վերջին շրջանում նաեւ Մայրաթորի նկատմամբ ադրբեջանական ուժգնացող նաեւ հարձակումներ։ Ադրբեջանը ակնհայտորեն երկու նպատակ է այստեղ ծառայեցնում, առաջինը փորձում է օգտագործել այս հանգամանքը, որպեսզի բանակցային գործընթացում եթե ոչ այս, ապա այլ իր համար առաջնային համարվող թեմաներում ստանա Հայաստանի համար զիջում, եւ երկրորդը, ինչի՞ չէ, Ադրբեջանը արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք ցույց կարող է որպես ցանկություն արտահայտվել 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ, որոշակի փուլում դարձել է իր համար իրականություն, եւ Ադրբեջանը նաեւ ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում Հայաստանի դեմ այդ տարածքային հավակնությունները շատ ավելի ծանրակշիռ դիրքում դնելու համար։ Հայկական կողմը պետք է պատասխան լինի, պարոն Աբրահամյան։ Արմեն Խաչատրյանը ասում է, սա պարզագույն հարց է, հայկական կողմը չպետք է գնա սադրանքների։ Եթե համարժեք պատասխանը լինի, կշարունակի Ադրբեջանը կրակոցները։ Գիտեք, արձագանքել Ադրբեջանին չպետք է հասկանալ միայն պայմանականորեն առաջին գծի կամ մարտական դիրքից ավտոմատով կամ, չգիտեմ, գնդացրով որևէ հարված հասնելա։ Ակնհայտորեն ես արդեն ասացի, որ սա իր մեջ ներառում է քաղաքական, դիվանագիտական էլեմենտ, այստեղ կա հսկայական նաև քարոզչական էլեմենտ, դեռ չեմ ասում այն ներգործության մասին հոգեբանական առումով, որը դա թողնում է հայ հասարակության համար, դա միայն սահմանամերձ բնակիչներին չի վերաբերում, որոնց ուղղությամբ այդ կրակահերթերը լինում են որոշակի պարբերականությամբ, սա որոշակի ժամանակային կտրվածքով նաև իր հետևանքը թողնելու է նաև ողջ հայ հասարակության վրա։ Սա իհարկե այս իշխանության համար ընդհանուր քաղաքական գծի մի մասն է կազմում, որովհետև իշխանությունը մեր քաղաքացիներին զիջումների օրակարգը պարտադրելու եւ դա միակ լուծում առաջադրելու պայմաններում փորձում է նաեւ օգտագործել ադրբեջանական ագրեսիվ գործողությունները ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը պարզապես այլ հնարավորություն, այլ տարբերակ չունի, քան ընդունելու ադրբեջանական բոլոր պայմանները եւ շարժվել ադրբեջանական օրակարգով։ Ըստ այդմ հայկական կողմից հայաստանյան իշխանություններից այստեղ որևէ ակնկալիք պարզապես չի կարող լինել։ Պարոն Աբրահամյան, երբ ասում եք շահեր կան քաղաքական, որ Ամերիկայից եւ Ռուսաստանից հնչող հայտարարությունները, որ հնարավոր է ռազմական էսկալացիա Սյունիքում վտանգ կա, դա իրանք անում են ելնելով իրենց անձնական չէ, իրենց շահից։ Ամենաճիշտը մենք ենք ասում, ելնելով մեր շահից, որ գնում ենք խաղաղության եւ վտանգ չկա, այստեղ չկա ակասություն։ Գիտեք, խնդիրը այլ բանի մեջ է։ Ես արդեն ասացի, որ հատկապես Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ազդեցություն ունեն տարբեր գործոններ։ Դրանք Հայաստան-Ադրբեջան, բացառապես Հայաստան-Ադրբեջան օրակարգից դուրս են, եւ այստեղ բավական նշանակություն ունի ռեգիոնալ եւ աշխարհակաղակական դերակատարների ներգործությունը եւ ակտիվ հակազդեցությունը։ Հիմա ինչքանով է սա վտանգավոր։ Իհարկե ամենապարզամիտ մակարդակում կարելի է ասել, դե գիտեք, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը իրար հետ ունեն որոշակի հակասություններ կամ ընդգծված հակասություններ, որոնք բերում են նաև այդպիսի հայտարարությունների, բայց սա մեր խնդիրները չի լուծում եւ սա որոշակի պատկեր չի տալիս, որովհետեւ այդ դիմակայությունը նաև կարող է բերել ըստ էության լարվածության կտրուկ աճի, որովհետև նրանց դերը այս տարածաշրջանում իմանալով եւ առասարակ տարբեր կոնֆլիկտների նկատմամբ նաև մեծ գերտերությունների կամ աշխարհակաղակական կենտրոնների ազդեցություն իմանալով ըստ էության կարելի է նաև վերլուծել, որ ստեղծված իրավիճակում այդ լարվածության լիցքաթափումը կախված չէ միայն Հայաստանից եւ Ադրբեջանից եւ որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ դիմակայությունը կունենա որոշակի դրսևորումներ, ինչը առաջին հերթին վտանգավոր է Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանի իշխանությունը եւ իր ստեղծած համակարգը պարզապես հնարավորություն չունեն արդյունավետ ձևով հակազդելու այն մարտահրավերներին, որոնք այսօր դրսևորվում են տարբեր մակարդակում։ Երբ ասում եք այդ շահերը կան, դա արդյոք ուղիղ կապ ունի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ինչի համար են իրենց Սյունիքը այսպես եւ Ֆրանսիայի ընդդեմ պատասխանատվություն բացել ամսի 2-ին կարծես բացում են, Ռուսաստանի դեպքում դեռ ձգձգվում են։ Ինչն է այդ շահերը, այսինքն իշխանությունը ասում է, որ այդ թեման փակվել է։
Զանգեզուրի միջանցքի այդ ճանապարհներ, չգիտեմ, տարբեր վերահսկողություն, բայց արդյոք հենց այս ճանապարհի հարցն է աշխարհաքաղաքական այսպես գերտերությունների Այդ դիվանագիտական ներկայացությունների բացումը ըստ էության ցույց է տալիս այն մրցակցությունը եւ հետաքրությունը, ինչի մասին ըստ էության ես խոսեցի, որքան ես տեղյակ եմ, ռուսական կողմի նախաձեռնությունը եւ Հայաստանի իշխանություններին այդ տեղեկատվության փոխանցումը իրենց մտադրության մասին հյուպատոսության բացման մասով նույնիսկ ես կարծում եմ շատ ավելի վաղ է եղել, քան եղել է ֆրանսիական առաջարկը եւ այս պայմաններում իհարկե այստեղ մտորելու կամ քննարկելու հարցեր կան, ակնհայտ է կա կոնկրետ վերաբերմունք, դիրքորոշում, ես չեմ ասում սա լավ է կամ վատ է, բայց ակնհայտ կա մրցակցություն, Հայաստանի իշխանությունները տարբեր իրավիճակներում կոնկրետ ունեն իրենց մոտեցումները ու վերաբերմունքը, ինչը արտահայտվում է եւ նաեւ արտահայտվում է ռուսական այդ հյուպատոսության աշխատանքների, այսպես ասեմ, անդադ ձգվելու առումով, բայց առաջին հերթին այս երկրների համար ասում եմ երկու կարևոր հանգամանք։ Առաջինը Իրանի սահմանակից լինելու հանգամանքը, որովհետև Իրանի դեմ հնարավոր գործողությունների, այդ գործողությունները միայն ռազմական նկատի չունեմ, շատ կարևոր է թե սահմանակից երկրները ինչպեսի վերաբերմունք եւ դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ եւ բնականաբար յուրաքանչյուրի շահերի շրջանակներում փորձում է Հայաստանի իշխանություններին տանել այդ դաշտ եւ երկրորդը հատկապես վերջին տարիներին Սյունիքը դիտվում է որպես կոմունիկացիոն ուղի, սկսած Չինաստանից Թուրքիայով դեպի Եվրոպա գնալու առանցքից, նաև այլ տեսանկյունից Ռուսաստան, Իրան եւ այլն առանցքի առումով եւ այստեղ յուրաքանչյուրը ունի իր պլանները, յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս իր համար վերահսկելի դարձնել Սյունիքը։ Հիմա այն իրավիճակում, երբ որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ միգուցե մի քանի դերակատարներ տեսնեն, որ գործընթացը գնում է ոչ իրենց համար նախընտրելու ուղղությամբ, միգուցե նաև փորձեն հրահրումներ կազմակերպել։ Դրա համար եմ ասում, արտաքին գործոնը այստեղ կա եւ անկախ նրանից թե Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, չեն պատկերացնում կամ գիտակցված չգիտակցված են հայտարարություններ անում, ամեն դեպքում հատկապես Սյունիքի նկատմամբ այդ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ազդեցությունը կա եւ նաեւ որոշակի դեպքերում ունենում է որոշիչ ազդեցություն, հատկապես եթե Հայաստանում այս որակի, այս մոտեցման եւ այս քաղաքականության կառավարիչներն